Տեսեք ձեր համար ինչ եմ բերել կամ ում։ Որպես մարտի 1-ի գործով դատապարտված եւ հետագայում արդարացված մարդ, ես կարող եմ ասել, որ արդարությունը պետք է տեղ հասնի։ Չի կարա այլ կերպ չլինի։ Այո, կան անձնական պատասխանատուներ։ Իմիջայլոց այդ թեման, որ մարտի 1-ը բացահայտված։ Մարտի 1-ն է։ Մարտի 1-ը բացահայտված է։ 100%-ով է բացահայտված։ Բոլոր մանրամասներով է բացահայտված։ Այլ բան, որ մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի Պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական պատասխան։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Դուրջ, լավ, Ժորժ ջան, ուրեմն ասեմ ձեզ։ Այս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, եք ինչ առաջացնում իմ մոտ ասում եմ, Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի կարճ կոնկրետ, պետքա նստի բան, ահավոր ծիծաղ առաջացնում, sense այդպես ծիծաղ առաջացնում, ինչու։ Բացատրեմ ինչու, որովհետև սելի հայրենակիցներ ուրեմն Ռոբերտ Քոչարյանին բռնեցին։ Մենք այդ ժամանակ պարլամենտում էինք 19 թվական, 18-19 թվականներ եւ ինչը ինչ տեղի ունեցավ, ասում էին սահմանադրական դատարանի դատավորներին պետքա փոխեն, որ Քոչարյանին դատենք։ Սահմանադրական դատարանի դատավորներին ապօրինի ձևով փոխեցին, որպեսզի Քոչարյանին դատեն։ Եվ դրեցին, ասենք, Նիկոլ Փաշինյանի ուզած դատավորներին։ Նիկոլ Փաշինյանի ուզած դատավորներն եկան ու Ռոբերտ Քոչարյանին արդարացրեցին։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին արդարացրել է Նիկոլ Փաշինյանը, ֆիքսեք։ Հետո 21 թվականը եկավ, պատերազմից հետո պարտություն բան, 21 թվականի ամբողջ քարոզարշավը նվիրված էր Քոչարյանին դատելուն։ Քոչարյանն ասում էր, մենք գալիս ենք իշխանության սրանց կախենք, եսի ինչ անենք բան, հա, մանգաղը ձեռքին, Նիկոլը մուրճը ձեռքին, ասում էր, նայեք ինչ ենք անելու, սաղ փողը հետ ենք բերելու, թալան է, բան է, գողոն է, բան, իրան է պիտի դատենք մարտի 1-ի համար, ու տենց դատում են։ Հա, ու 21 թվականի ընտրություններում ինքը հավաքում է 54% ձայն։ Անցնում է եւս 5 տարի, 5 տարի անցել արդեն 26 թվականն, հա։ Հիմա 26 թվականի ընտրություններին էլի եկել ասում է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, պիտի դատենք։ Արա չգիտեմ ինչ ասեմ, էլի ախր լավ մտածում են Նիկոլան, որ այս ժողովուրդը, մեր ժողովուրդը Вообще չի կարալու թացը չորից տարանջատել, չի ֆիքսելու էս ինչա կատարվում։ Լավ քանի անգամ կարելի է խաբել Ռոբերտ Քոչարյանին դատելու թեզով ու ընտրվել։ Մի անգամ երևի կարելի է, հնարավոր է, արել է մարդը։ Բայց խոսքի, ասենք, ո՞նց կարա դա նույն բանը երկրորդ անգամ է փորձի անի։ Ո՞նց կարա sense բանը լինի։ Ասենք մյուս բանը ասեմ։ Այդ Թալանի հետ վերելու պատմությունը։ Ո՞նց կարա այդ 2018 թվականի հեղափոխությունից հետո ընտրությունների գլխավոր մրցապայքարի ելած մարդիկ էլի լինեն, ասենք, նախկին իշխանության ժամանակ որևէ դերակատարում ունեցած մարդիկ։ Ոնց կարա արնի։ Ու էլի Քոչարյանը կա, Ծառուկյանը կա։ Ոնց է սենց լինում։ Ու էլի նույն կռիվ իրանց հետ է, բանով Ծառուկյանին ընտրում է Բելարուսի նախագահ Լուկաշենկոին։ Հենց նրանք ասում են, ով Նիկոլին ընտրում է Էրդողանին, Ալիևին, բան, ասենք ամբողջ մեր ներքաղաքական կյանքը լցված է Լուկաշենկայով, Էրդողանով, Ալիևով, Պուտինով, բան, այս ինչ է, ինչի մասին է։ Սուտ խաբեություն, խաբկանք բան։ Ուրեմն Ժողովուրդ ջան, ուզում եմ ասել հետևյալը։ Եթե հանկարծ ինչ անապահություն չեղավ ու մնաց պարլամենտը սենց ոնց որ կա, այսինքն նի Նիկոլը կրած ու ընդդիմադիր ուժերն են, ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա անցողիկ ըստ սոցիոլոգիական հարցումների ըստ իրենց սոցիոլոգիական հարցումների իրանք անցողիկներն են։ Եթե տենց լինի, իմացեք, դա Հայաստանի համար արհավիրք է։ Արհավիրք։ Ոչ մի բան տեղից առաջ չի շարժվելու, ոչ մի լավ բան չի լինելու։ Իսկ այսօր իրավիճակը հենց այդպիսին է։ Դրա համար ես ասում եմ, կա շուրջ 200,000 մարդ, ովքեր որ չեն ցանկանում իրենց ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին, ոչ մի դեպքում թեւը կկտրեն չեն տա, բայց չեն տալիս այդ ձայնը նաև Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Ու չգիտեն ինչ անեն։ Եթե այս մարդիկ չգնան ընտրության, Երևանի նույն իրավիճակն են ունենալ, որ 1 միլիոնանոց քաղաքը 75,000 ձայնով Տիգրան Ավինյան անունով քաղաքապետ ունի։ Դրա համար այս մարդիկ պետքա գնան ընտրության, բայց չեն կարող գնան ընտրության, ինչ որ չիմանան ինչ անեն։ Մենք այդ մարդկանց պրոդուկտ ենք առաջարկում։ Քվեարկեք մեր օգտին, փոխեք այս իրավիճակը, ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին, մենք խորհրդանում կփոխենք իշխանությունը։ Ու թույլ չենք տա, որ նախկին բարքերը գա հետ, որը որ դուք չեք ուզում, որ հետ գա։ Նախկին այլանդակությունները թույլ չենք տա հետ գա։ Այդ իմացեք, այդ դրանում ես երաշխավորում եմ։ Բայց նաև Նիկոլը չի մնա։ Այսինքն այս նախին ներկա կռվի մեջ չարիքի մարդիկ ասում են դե լավ չարիքի փոքրագույն բան չարիքների մեջ այդ ձեր ասած մի կատարեք այդ ընտրություն մի մնացեք տանը
Որտեղ ընտրություն կատարել մնալ տանը, դա ավելի մեծ շարիք է լինելու։ Գնացեք ընտրական տեղամաս, ժողովուրդ, գնացեք ընտրական տեղամաս եւ քվեարկեք։ Ու մի խաբվեք այս Քոչարյանին նստացնելու թեզով, Թալանը հետ բերելու թեզով, սուտա, սաղ սուտա։ Դաժե եթե ուզում եք որ Քոչարյանին նստացնեն, չեն նստացնելու ոչ մեկին։ Սաղ սուտա, խաբում է ձեզ ամեն օր, առավոտից իջիկու ձեզ խաբում են։ Ամբողջ իշխանությունները առավոտից իջիկու խաբում են։ Մենք էլ ենք խաբվել։ Մենք էլ մեր մեղքը ունենք, այո։ Խաբվել ենք, հասկացանք։ Հիմա հասկացել ենք, ֆիքսել ենք, էլ չենք խաբվում, էլ չպիտի խաբվենք։ Չենք կարա էլի 100,000-ավոր մարդկանցով խաբվենք, թողանք երկրի այս վիճակը սենց շարունակվի։ Քոչարյանին նստացնում ենք։ Պրոստը պետք է թրոլինգ ծիծաղել վրեքները։ Թրոլինգ անել, որովհետև այդ նստացնելու թեզը լրիվ ասենք ես սենց ուղղակի ծակ է որ տեսամ անգում։ Դե 100,000 շավա մեկը մի բան ասեմ, օքեյ, բայց էլի դուք գացել ես Քոչարյանին նստացնելու, որ լավ ախպոր պես է ամոթ չունեք դուք։ Եվ վերջում ուզում եմ ասել հետևյալը, սիրելի հայրենակիցներ, իրականում Հայաստանի գործերը արկախված է մինչև հունիսի 7-ը, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, թե Հայաստան-Իրան հարաբերությունները, թե Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, թե ՄԻԵՄ-ի հետ հարաբերությունները արկախված են, եւ եթե այս իշխանությունը մնում է, այս իշխանությունը մնում է ընդդիմություն, այն ընդդիմությունը, որը որ կա, ոչ մի լավ բան չսպասեք, ոչ մի լավ բան չսպասեք, չի լինելու ոչ մի լավ բան, խայտառակ վիճակ ալնել ժողովուրդ, դա մարզերով, գյուղերով, բանով պատտվում ենք, ահա որ է վիճակը։ Այդ ասֆալտը, բորդյուր փոխելը, բանը ոչ մի բան չի աշխատում։ Մարդիկ ահա որ լքում են, դատարկվում են մարզերը։ Սա նորություն չի։ Համաչափ տարածքային զարգացման համար ինչքան են կռիվ արել պարլամենտում։ Նորություն չի, նախորդ իշխանությունն էլ նույն ձևի ավարվել։ Սրանք էլ նույն ձևի շարունակում են, մի հատ պլյուս ունեն, իրանք ասֆալտել են անում օրինակ։ Օրինակ իրանք ասֆալտ են անում, բարդուր են փոխում, բան, բայց մարդ չի մնում այդ ասֆալտի վրա։ Մարդիկ գնում են։ Ստեփանակերտներ էր ասֆալտ արած։ Ղարաբաղում ինչկար ասֆալտ արած էր, բորձուրը փոխած էր, դպրոցը սարքած էր, մանկաբարձը դրած էր։ Ով է դա վայելում այդ խաղաղությունը։ Խաղաղ անտեղ։ Ահա որ խաղաղ վիճակա, չեք պատկերացնի ինչ խաղաղ անտեղ։ Ով է վայելում այդ խաղաղությունը։ Ժողովուրդ ջան, այսօր մենք կանգնած ենք իրապես այդ մի հատ ջրբաժանի առաջ։ Հանակ չի, բան չի, կատակ չի, մի վերացեք, ուժեր կան անլրջացնում են ամեն ինչ, շատ լուրջ է ամեն բան, շատ լուրջ է ամեն բան։ Ուղղակի պետք է սթափվել, հասկանում եմ ամեն ինչ, բոլորի դժգոհությունն է, հասկանում եմ բոլորի հիասթափությունն է, հասկանում եմ, որ ոչ մեկին չեն ուզում վստահեն, ոչ մեկին չեն ուզում հավատան, հասկացանք, ինչ որ մեկին պիտի հավատակ վստահեք։ Հասկացանք, ոչ մեկին չի, ինչ որ մեկի վրա պետք է կանգ առնեք։ Մենք առաջարկում ենք կանգ առեք Լուսավոր Հայաստան կուսակցության վրա։ Մենք ինստիտուցիոնալ ուժ ենք, մենք 10 տարի առաջ ենք գրանցվել, 2 ամիս առաջ չենք գրանցվել, թղթերը չենք առել եսին, որ դեից անունը փոխ է։ Օգնեք, միացեք մեզ, աջակցեք մեզ, քվեարկեք մեր օգտին եւ այդ ճանապարհով կանգնեցրեք այս արհավիրքը։ Էսա մեր առաջարկը։ Եվ խնդրում եմ ամենակարևորներից մեկը։ Խոսքը տեղ չի հասնում, մեդիաները ինչ էլ լուսաբանում են, ով էլ լուսաբանում է, լավ չի լուսաբանվում, չի տարածվում, կեսը սև PR անում, իմ հույսը ժողովուրդն է, իմ հույսը դուք եք ձեզանից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ տարածեք, կիսեք, բազմապատկեք, մեկը մեկի տուղարկեք, հարևանին պատմեք, ուրիշ ձև չկա, սա փագ է, սա բլոկ արած է։ 3 տարի է այս հանրային հեռուստաընկերությամբ չեն հրավիրել։ 3 տարի ինձ հանրային հեռուստաընկերություն չեն հրավիրել։ Սա փագած է, ինչ կա չկա։ Տարածեք ոնց կարաք, որտեղ գոնե այս մեր YouTube-ի ալիքով կարողանանք մեր խոսքը տեղ հասցնել։ YouTube-ով, Facebook-ով, որտեղ որ կտեսնեք։ Այս նյութը մենք TikTok-ում բան, որտեղ հնարավոր է կտեղադրենք։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան, եւ մեզ բոլորիս նաեւ բարի քարոզարշավ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։